Բարև ձեզ։ Ես կպատմեմ, թե դա ինչպես պատահեց։ Բարի եղեք նայել։ Ասացեք, դուք քննադատ եք, այո։ Ես խորտակված սրտով մարդ եմ։ Հետաքրքիր է, չէ՞։ Ես շատ եմ սիրում կրկեսը։ Անչափ։ Սիրում եք։ Հակագին ընկերներ, ով ցանկանում է ձին ստել, խնդրեմ դուրս գամանեշ, խնդրեմ։ Համեցեք։ Խնդրում եմ։ Ես։ Իրենց մարդն է, հասկանում եք։ Կրկեսային հերթական խաբեություն։ Այո։ Դե, ով է ցանկանում ընկերներ։ Համեցեք։ Խնդրեմ ցանկացող կա, այ այս տղան։ Դուք գնում եք։ Ապրես տղա, քաջն է երևում։ Ապա մի դուրս արի ասպարես։ Չեք վերադառնա։ Վերադառնա։ Եկեք, առանց վախենալու, եկեք։ Ավելի
Ոչինչ, մի վախենա։ Եթե չեմ սխալվում, տվյալ րոպեին Լյոնյան պետք է լինի համասարանում։ Եվ ինչպես օրինավոր մարդ ընդունելության քննություն հանձնի մաթեմատիկայից։ Ահ, մենք շատ ենք անհանգստանում։ Կարող եք չանհանգստանալ։ Նա ոչ մի քննություն էլ չի հանձնում։ Խնդրեմ, հիացեք։ Լյոնյան է։ Այո, Լյոնյան։ Լյոնյա։ Միայն սեր պակաս։ Հայտարարություն։ Եվ սա իմ սավակ։ Լյոնյա, բավական է։ Շարունակ կրկեսի մասին էր մտածում, գիշեր ու ցերեկ։ Իսկ դուք ինչ եք մտածում։ Նստել։ Դե։ Արի։ Հավ։ Ես զանգարեցի դեկանատ եւ հայտնեցի, որ դու չես հանձնել քննությունը հիվանդության պատճառով։ Հուսով եմ հայրիկը տեղական կճարի։ Իզուր ես անհանգստանում ծերուկ։ Այսինքն Ես արդեն որոշել եմ։ հասկացիր։ Դա հասակի հետ կապված բան է։ Ես էլ մի ժամանակ գրում էի, այսպես ասած պատանավորներ, բայց քոնն ավելի վատ է։ Հասկանում ես, ամեն մարդ որոշ ժամանակ կատաղում է։ Կամ իրեն դերասան է պատկերացնում, կամ ուղևորվում է կետ որսալու։ Բայց հետո այդ բոլորն անցնում է։ Իսկ իմ չի անցնի։ Հիմարություն է։ Առաջ բացվում է լայն արցակ ճանապարհ։ 5 տարի հետո ինժեների դիպլոմը գրպանում դե։ Վերջացրու խնդրում եմ։ Ինձնից ինժեներ դուրս չի գա։ Ինչու զբաղեցնեմ ինչ-որ մեկի տեղը։ Բոլորս էլ զբաղեցնում ենք ինչ-որ մեկի Իսկ տեղը։ չեմ ուզում, հասկացար չեմ ուզում։ Մարդ պետք է զբաղվի միայն իր սիրած գործը։ Սիրած գործ ես գտել կրկես, խախա, թանգագին հանդիսատեսներ, վուալա, ում է դա պետք, ում։ Կիբերնետիկա եւ սինխրոֆազատրոնների դարում զբաղվել ինչ-որ մահացող արվեստով։ Քրոքտանի ոչինչ չեմ հասկանում, ինչ-որ շներ, շնիկներ, խախա, խիխի, ինչ-որ դերասանուհիներ։ Վերջ տաս։ Իսկ կկեսի դերասանուհիներ սիրելու համար հարկ չկա դառնալ ծաղրացու։ Դա քո գործը չի, ակնոցավոր ով։ Ինչ ասացիր։ Ասացի, որ սրտի փոխարեն լոգարիթմ է։ Կրկնիր։ Ես չեմ գնա համալսարան։ Ես կմեռնեմ մեռնող արվեստի հետ։ Երեխաներ, Ապա հետ դարձիր։ Լյոնյա, ընտանեկան խորհուրդը որոշեց։ Գյորգի, ասա։ Մենք որոշեցինք, Դե ասա։ այո, մի խոսքով կամ մենք կամ կրկեսը։ Այո, Այդպես։ Մայրիկ, օհնիր ինձ։ Տեր Աստված։ խելքի եք Լյոնյա։ Ինչ կասեն մարդիկ։ Դու ինչ շնորհք ունես, հա։ Ես Այո։ վուալա։ Տեր Աստված, Լյոնյա։ Վերջացրու բավական է խայտարակություն։ Էլի, Շարունակիր։ ձեզ դուր չի գալիս։ Չէ, ոչինչ, ես դա սիրում եմ։ Հապ։ Հիանալի էր։ Հիմա ընկեր ռեժիսոր, հիմա։ Ոչինչ, շարունակիր։ Այսով է ջարդ փշուրարը։ Ես Ընկեր ռեժիսոր, ես զբաղված սպասում էի։ Լսում եմ ձեզ։ Կտոր տանք ինձ տվեք։ Ինչ ունենք մենք քաղաքացի ռեժիսոր։ Մենք ունենք բնական, հղկված, նստավորված, մարմարե պրես պապե։ Գինը 7 ռուբլի 00 կոպեկ։ Մենք իր ունենք։ Իսկ հիմա մենք ինչ ունենք։ Մենք ունենք քար, ջարդված, շղկված, որի գինը 00 ռուբլի 00 կոպեկ։ Հիմա մենք իր ունենք,
Ոչ, հիմա մենք այլևս իր չունենք։ Տեսնում եմ, տեսնում։ Հիմա ինքներդ եք տեսնում, թե որքան կարևոր է ժամանակին ապահովագրել ունեցվածքը զանազան տարերային աղետներից, այսինքն հրդեհներից, ջրհեղեղից, երկաշարժից։ Այդ սելուներից, Այո, որպես ապահովագրման գործակալ աղաչում եմ ձեզ։ այդ հարցով դիմեք Խաչյանին։ Ահա։ Այո։ Ինչպես ում։ Ռեժիսորի օգնական ընկեր Խաչյանին։ Ախաշյան, շատ հաճելի է։ Լսում եմ ձեզ։ Ես ձեր գրկեսում ձի եմ նստել։ Հիշում եմ, հիշում։ Ահա, դիմումը, ուզում եմ աշխատել որպես արտիստ։ Արտիստ։ Իսկ ինչ կրթություն ունեք։ Միջնակարգ տասնամյա։ Քիչ է։ Գոնե ընդմիջումներին մի քիչ ծիծաղեցնեմ։ Իսկ ով է ասել երիտասարդ, որ կրկեսը միայն ծիծաղ է։ Ոչ։ Կրկեսը դա փիլիսոփայություն է։ Կընդունում եմ փիլիսոփայական ֆակուլտետ։ Իսկ իրավաբանական կրթություն պետք չի։ Տեսնում եմ, որ զուրկ չես մորից։ Իսկ ինչ կարող ես անել։ Հիմա։ Ալե, Այդքան այսքան։ քիչ է։ Շատ քիչ է։ Պետք է ես կաշխատեմ կրկեսում։ Եթե ոչ ձեզ մոտ, մի ուրիշ տեղ անպայման կաշխատեմ։ Ահա թե ինչ։ Մի ամիս հետո մեզ մոտ կոնկուրս է լինելու։ Կարող ես գալ։ Իսկ մինչ այդ աշխատիր ինքնուրույն, պատրաստվիր, մարզվիր։ Մեկ ամիս։ Այո, հետևիր թերթերին, այնտեղ հայտարարություն կլինի։ Շնորհակալ եմ խորհրդի համար։ Դե, մանուկ։ 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 Դե։ Եկ ինձ մոտ։ Եկ այստեղ ասում եմ։ Դե, մանուկ։ Դե։ Դե, մանուկ։ Գնա, գնա։ Ծույլ անպիտան։ Տանջեցիր ինձ։ Լսիր ունիֆորմիստ։ Դու։ Տարի իմ սենյակը։ Հիմա շատ լավ է։ Շարունակեք առանց ինձ։ Մի րոպե։ Դուք լուցկի չունեք։ Կրկնենք երրորդ ձևը։ Շնորհակալ եմ։ Այդպես, իջես ծախը։ Այդպես, լավ է։ Էй, բարեկամ, տարաշ տան գան կնոջը սենյակը։ Ներեցեք խնդրեմ, ինչպես գնամ գազաններ վարժեցնողի սենյակը։ Ինչ։ Ասում եմ գազաններ վարժեցնողի սենյակը։ Ուղիղ եւ դեպի ձախ։
Ներեցեք։ Զավեն, կարող եք ինձ օգնել։ Յուրիշկա սիրելիս, ես աշխատում եմ, ժամանակ չունեմ։ Ես պատրաստ եմ։ Ինչին։ Ձեզ օգնելու։ Ինչ արած։ Էլ ուրիշ մարդ չկա։ Գնանք։ Սա ձեզ խանգարում է։ Խանգարում է։ Հիմա կտանեմ։ Փորձեք։ Քեզ անելուկ։ Գուրգեն, խնդրում եմ տարեք։ Վերցրինք։ Կանգնեք այստեղ։ Եվ այսպես արեք։ Այսպես։ Շատ լավ է։ Դուք ասացիք այստեղ կանգնել։ Մի շարժվեք, դուք լավ եք կանգնել։ Մի վախեցեք։ Շատ լավ է։ Վերջ։ Այո։ Փոճակներն արձակիր։ Սա ինչ բան է։ Բավական չի, որ կողմնակի մարդ լինելով, խցկվել է բեմի հետևը, հիմա էլ ուշաթափվում է։ Լրացեք, խնդրեմ։ Ինչ է պատահել։ Ընկեր Թարյան, կողմնակի մի մարդ ներխուժել է բեմի հետևը եւ փրվել այստեղ։ Արտիստն է։ Ինչ արտիստ։ Նա եկել էր ինձ մոտ ընդունելու որպես արտիստ։ Սովորական ուշաթափություն։ Այո։ Ոչ։ Սովորական չի։ Ունիֆորմիստ։ Կընդունեք։ Որպես մանեժի բամոր։ Հիշեցնում եմ, հաստիկներ չունենք։ Լավ։ Լավ։ Կընդունենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կընդունենք։ Իրինա։ Լյոնա։ Մենք իսկապես երկուս ենք։ Բարև ձեզ։ Եվ սկսվեց իմ ստեղծագործական կյանքը։
Ուրեմն այդպես։ Ուրեմն այսպես։ Արվեստը զոհ է պահանջում։ Իհարկե։ Ենգիբարյան, ռեժիսորը ձեզ կանչում է մանեժ։ Միայն չվախենաք։ Ահա, ես արդեն կարող եմ գլխի վայր կանգնել ինչքան ասես։ Օրինավոր մարդիկ դրանով չեն պարծենում։ Ինչպես էր։ Իսկ դու երբ ես դառնալու ծաղրացու։ Պետք է սովորեմ մորաքույր։ Մի տարի, 2-3 կրկեսում աշխատել հեշտ չի։ Տես Ալյոնա, ծնկաչոք կաղրսես, լաց կլինես ինչպես մոլորյալ զավակ։ Լաց չեմ լինի մորաքույր։ Ազնիվ խոսք լաց չեմ լինի։ Ենգիբարյան։ Ինչու եք այստեղ։ Պետք է աշխատելի ոչ թե երազել։ Գնա ձյանոց։
Վախեցավ։ Խաչյանից բոլորը վախենում են։ Այո։ Իսկ դուք ինչ է։ Հետաքրքրում եք կրկեսով։ Հետաքրքրվում եմ, շատ։ Ոչ, մեզ արտիստներից գինեն խստի վարկելված է։ Ընտիր գինի, խնդրում եմ։ Չի կարելի։ Այողի, եթե չէ, կարարկում ես կխմեմ էլի մի փոքր հաճույքով։ Իսկ ինչ կասեի։ Ձեր տղայի մասին։ Այո։ Կարելի է։ Կարելի է, քանի որ տաղանդավոր է։ Դուք դեք իմ աչքը փորձված է։ Նայում եմ մարդուն։ Ծաղրացու է։ Կամ այսպես նայում եմ։ Աց, ծաղրացու չէ։ Իսկ նա արտիստ է։ Նայես աչքերին, արտիստ է, ոտքերին, արտիստ է, գլուխը, բոլոր կողմերից արտիստ է։ Ճանապարհ երիտասարդ տաղանդերին, ապա ինչպես։ Դուք երևի մեզ չհասկացաք։ Ինչու՞։ Մենք ուզում ենք Ինչու։ Ես ամեն ինչ հասկանում եմ։ Խաչյանը ամեն ինչ կարող է։ Մի ամսից հետո բոլոր աֆիշներում մեծ տարերով կգրվի։ Ենգիբարյան։ 2 ամսից բոլոր թերթերում գլխատերերով կգրվի։ Ենգիբարյան։ 3 ամսից արտասահմանում գլուխ կջարդեն տոմսերի համար։ Սենսացիա։ Ենգիբարյան։ Նա Փարիզում եղել է։ Ոչ։ Կլինի։ Լոնդոնում։ Ոչ։ Կլինի։ Մաստարայում եղել է։ Դե ոչ։ Կլինի։ Ընկեր Խաչյան, դուք մեզ լավ չհասկացաք։ Մենք չենք կամենում, որ նա կրկեսում ծամածրությունները։ Այո։ Այո։ Մենք չենք ուզում, որ նա դառնա ծաղրացու։ Հարևաններն արդեն ծիծաղում են։ Ահա թե ինչ։ Քանի Խաչյանը ողջ է, Ենգիբարյանը մանեջ դուրս չի գա։ Այո, մտեք։ Բարի օր։ Բարի օր։ Ոչ, կարիք չկա։ Ես շուտով փորձի եմ գնալու եւ ուզում եմ, որ ինձ ապահովող դու լինես։ Ես։ Այո, դու։ Հասկանում ես։ Երբ իմ կողքին կանգնած ես լինում դու, ես ինձ միանգամայն ապահով եմ զգում։ Այս արդեն ավելորդ է։ Շատ լավ կհանեմ։ Չէ, ինչու։ Պարզապես այդտեղ ես իմ արտեսք ունեմ։ Ոչ այնքան։ Դե եթե ոչ այնքան, թող մնա։ Նրզան, չունես։ Ես խմող չեմ։ Ափսոս։ Ես ձեզ լսում եմ։ Վաղն առավոտ դուրս կգաս մանյաշ, մանկական ներկայացման։ Ես։ Դու։ Ուրեմն նարզան չունես։ Ոչ։ Ուրեմն դուրս կգաս որպես ծաղրացու և ցույց կտաս քո բոլոր օյին բազությունները։ Ես կզին սովորեցնեմ։ Իսկ Թարյանը։ Թարյանը։ Ինչ հասկանում տաղանդներից քո Թարյանը։
Մեկն էլ նա։ Դու ինձ լսիր։ Կստացվի։ Դե ինչու չի ստացվի։ Տեխնիկ արդեն ունես։ Իսկ մնացածը երեխաներին հերիք է։ Միայն մրութդ լավ ներկիր, որ ծիծաղելի լինի։ Այո, բայց Էլ ինչ բայց։ Շնորհակալ եղիր Խաչյանից։ Այդպիսի բան մի անգամ է լինում կյանքում։ Բռնիր հրեղենձի ու բաշի զույգ ձեռքերով, համարցակ։ Դե ոչ։ Վախենում ես։ Ես։ Իհարկե վախենում ես։ Ամեն ինչից վախենում ես, բարձրությունից վախենում ես, նույնիսկ վագրից վախենում ես։ Իսկ իրան կարծում է, թե դու մարդ ես։ Եվ քաջ մարդ։ Հասկացիր ինձ։ Ամեն ինչ լավ կլինի, քեզ կընդունեն ցնծությամբ, գլխավորը սկսելն է։ Դե Դու տաղանդ ես, մեծ տաղանդ, հասկանում ես։ Արտիստ կդառնաս, աֆիշներում կգրենք։ Նկարդ նրա կողքին կկախենք։ Լսիր Խաչյանին, ինձ չես կորչի։ Դա ճիշտ է։ Ճիշտ է, ամեն ինչ ճիշտ է։ Լյոնյա, խելքի եք։ Կողմնակի մարդկանց խնդրում եմ չխանգարել։ Կողմնակի մարդկանց խնդրում եմ դուրս գալ սենյակից։ Այստեղ կողմնակի մարդ չկա։ Լռություն, քաղաքացիներ։ Արտիստ է ծնվում։ Սպասիր։ Ես ուզում եմ նրան տեսնել։ Դա Աննարին է։ Արտիստը կենտրոնանում է մանեժ դուրս գալուց առաջ, հասկացեք, կենտրոնանում է։ Դրա համար պատասխան կտակ։ Կպատասխանեմ։ Համաձայն համար 5 գիծ 11 հրամանի, հիմա կրկեսի գլխավոր ռեժիսորի պարտականությունները ժամանակավորապես կատարում եմ ես, Խաչյանս։ Ասացեք նրան, որ եթե նա դուրս գա մանեժ, ես նրան այլևս չեմ հարգի։ Ինչ եք ասում, սարսափելի է, նա չի դիմանա այդ հարվածին։ Ինչ եղավ։ Համաձայն նշված ծրագրի։ Ահա ձեզ կոնտրամարկա, կնստեք 3-րդ կարգում։ Այս ծաղիկներն ինչու եք բերել։ Այնպես, եթե հանգարտ չտապալվի։ Իմ ձեռքից չի ազատվի։ Սուրել գիտեք։ Ինչ։ Սուլել։ Ոչ։ Վերցրեք վարժվեք, վերցրեք։ Կես ժամ հետո դա անպայման ձեզ պետք կգա։ Թույլ տվեք։ Հավատում եմ ես, և չեմ հավատում, թե որ դու Ես միշտ ասել եմ, որ Իրինան ամենախելոք մարդն է մեր կոլեկտիվում։ Եկավ։ Ահա։ Նրանից է։ Իսկ ինքն ուր է։ Ասում է չեմ ուզում անհանգստացնել, թող կենտրոնանա։ Հավատում եմ ես, և չեմ հավատում, թե որ դու սիրով ես ինձ նայում։ Հավատում եմ ես ու չեմ հավատում, որ դու սիրով ես նայում ինձ։
Գնա։ Բավական է ցանցրացրիր։ Լսի, մեջքը չջարդես։ Ես ասում էի ցերեկային ներկայացման չարժեգալ։ Տվեք հաջորդ համարը։ Աստվածım, ես այլևս չեմ կա։ Սուլիչ, ուզում եք։ Հանգիստ։ Մեր ծրագրի հետևյալ համարը Հայկական Ռեսպուբլիկայի վաստակավոր արտիստուհի Շողիկ Գևորգյան։ Ես անպայման պետք է գնամ նրա մոտ։ Մեղք է խեղճ տղան։ Կարիք չկա, մայրիկ։ Ես կարծում եմ, որ այսօր նա ինքը կգա մեզ մոտ։ Դու վստահ ես։ Լիովին, մի րոպեով կարելի է։ Մենք կարող ենք գնալ։ Իհարկե։ Մենք այստեղ այլևս անելիք չունենք։ Դուք գնացեք։ Չարթրացրիր քեզ Լոնյա։ Այդ չարթրացրիր։ Լսիր, բարի խորհուրդ ես։ Կրկեսը քո տեղը չի։ Բայց չէ որ ինքներդ էիք ասում։ Ասում էի, շատ բան էի ասում։ Կրկեսին հաղթողներ են պետք, եւ ոչ թե ձախորդներ։ Հեռանալ։ Հաղթել։ Եվ որքան շուտ այնքան լավ։
Մի հարցրեք։ Ես ոչինչ չեմ կարող ասել։ Չեմ հասկանում։ Ինչու այդպես ստացվեց։ Միթե այդքան դժվար է դառնալ ծաղրացու։ Անատոլի Դուրով։ Այո, երիտասարդ։ Դու հիմա ասացիր ծաղրացու։ Ինչ կա որ, ես էլ եմ ծաղրացու։ Ինձ անվանում էին ծաղրացուների արքա, բայց ոչ ոք չէր համարձակվի անվանել ինձ արքաների ծաղրացու։ Դա էր իմ կյանքի իմաստը։ Ես կյանքս նվիրեցի մարդկանց։ Իսկ դու կարող ես մարդկանց ասել քո խոսքը։ Ես դեռ չգիտեմ, թե ինչ ասել։ Սովորիր։ Ումից։ Մարդու կյանքը։ Ինչ է տղաս, դու տխուր ես, այո, դու չգիտես ինչու տապալվեցիր, չգիտեմ, շատ բարձ պատճառով, դու դեռ չես լսել ինչպես են բաբախում մարդկանց սրտերը, դու դեռ չես հասկացել ինչ են ասում նրանք, լսում ես, ոչ, ափսոս, երբ որ հասկանաս ինչն է վշտացնում և ուրախացնում մարդկանց սրտերը, դու կդառնաս այն ինչ ցանկանում ես, դու կկարողանաս բուժել և մխիթարել ծիծաղով, լսիր, լսիր։ Ամեն ինչում մեղավորը Խաչյանն է, բայց եթե մարդը տաղանդ չունի, ես ոչ չեմ կարող իմ տաղանդը տալ նրան։ Դա ճիշտ չէ։ Նա տաղանդ ունի։ Կրկեսում ծաղրացու չկա։ Իսկ նա կարող էր։ Հիմա թողեց գնաց։ Ով է մեղավոր։ Ով։ Դուք։ Իբիչայլոց, պետք է ասեմ ձեզ, անընդհատ աչքով էր անում։ Գրավում էր, սեր էր խաղում։ Ենգիբարյանը նրա պատճառով մանեժ նետվեց։ Ոչ նախապատրաստվեց, ոչ փորձեց, վախից դողում էր, բայց գնաց։ Եվ դուք չեք ամաչում։ Լսեք, Խաչյան, ես Լյոնյանի հետ հույս եմ կապել, այնպես որ գնացեք, գտեք նրան և բերեք։ Ես։ Առանց Ենգիբարյանի չվերադառնաք, հասկացաք։ Խնդրեմ։ Խաչյանն ամեն ինչ կարող է։ Բերեք տեսնեմ։ Ինչ է բերենք։ Ձեր տղային որտեղ է նա։ Այդ մասին մենք ձեզ պետք է հարցնենք։ Ասացեք, ուր եք տարել մեր տղային։ Խապեպա։ Ինչ է, չի վերադարձել։ Ամեն ինչում դուք եք մեղավոր։ Դուք։ Անգստացի։ Հեռացրեք այս մարդուն։ Ես չեմ կարող նրան տեսնել։
Մարո։ Ես դες համար մարո չեմ։ Մեր մեջ ամեն ինչ վերջացած է։ Թանկագինս, բայց մեր մեջ ոչինչ էլ չի եղել։ Միևնույն է։ Լավ։ Ես տանջվում եմ, բայց լռում։ Չամփեք ոլոր ոլոր եւ արևնան մար ես կտամ կամքին բոլոր արսիրո համար դաշտեր բարի ձեզել բյուր բարև ինձ օգնեք յարիս գտնեմ իմ պայծառ արև սիրտն իմ քո ճամփին երբ նուրախ թող միշտ հնչի թող թրջուն դառնա եւ թրջի գարուն եկավ ծաղիկն է կնկուշ նրա հետ եկավ իմ սերն անուշ գարուն եկավ ծաղիկն է կնկուշ նրա հետ եկավ իմ սերն անուշ Ես ճամփայելա հազիվ եւ ինչքան ընկեր ախ ինչքան տեսա ազնիվ եւ օգնող ձեռքեր հեյ սրտեր բարի ձեզել յուր բարև պիտ գտնեմ անուշ յարիս իմ պայծառ արև սիրտ իմ քո ճամփին երբ նուրախ թող միշտ հնչի թող թրջուն դառնա եւ թրջի գարուն եկավ ծաղիկն է կնկուշ նրա հետ եկավ իմ սերն անուշ գարուն եկավ ծաղիկն է կնկուշ նրա հետ եկավ իմ սերն անուշ Չամփին երբ դուրախ թող միշտ հնչի թող թրջուն դառնա եւ թրջի գարուն եկավ ծաղիկն է կնկուշ Ընկեր Թարյան Ինչ կասեք խաչա Ընկեր Թարյան ես եղա ամենտեղ գրիպով հիվանդացա ապարանում խոզուկով դիլիջանում Հայաստանի տերիտորիայում նա չկա Ինչպես նրան փակցրիք այնպես էլ գտեք
Էй, տղաս, կմրսես, մի քնի։ Ես քնած չեմ։ Թեև կարծես երազում լինեմ։ Բարյամ։ Այս ինչ գիշերային փորձեր են։ Ոսիր բարեկամ։ Այդ ինչ է քո վիճակը։ Քրտնքի մեջ կորել ես։ Չէ որ ինքներ տեիք ասում։ Պետք է քրտնաջան աշխատել։ Այո, բայց ոչ տանջամահ լինել։ Ուժից կընկնես։ Ոչ։ Ոսիր ինձ։ Հիմա գնակնելու, իսկ մի շաբաթ հետո կվերադառնամ Մոսկվայից, անժամանակ ես հետ կզբաղվենք։ Ինչով։ Փիլիսոփայությամբ։
ձեզ երկար չեմ զբաղեցնի։ Խնդրեմ։ Երկու պաղպաղակ։ Այսքան։ Համեցեք։ Շնորհակալություն։ Մի խոսքով Լյոնյան սիրում է ձեզ եւ այդ փաստնապատությունների ոչ մի կարիք չունի։ Հետևաբար ես եւ դուք պետք է դաշինք կնքենք։ Պետք է փրկել նրան երեխայական մոլորություններից։ Ինձ թվում է, դուք իհարկե հասկանում եք, որ նա պետք է թողնի կրկեսը։ Հետաքրքիր է։ Իսկ ձեզ չի թվում, որ Լյոնյան սիրում է իր աշխատանքը։ Իրա դա աշխատանք մի անվանեք։ Ինչ աշխատանք է դա։ Չէ որ դա լուրջ գործ չի։ Գիտեք ինչ։ Լյոնյան ինքը կորոշի, թե որն է լուրջ գործը։ Ծիծաղելի է։ Հասկացեք վերջապես, մեր դառն ապրում է միայն գիտությամբ։ Մարդն ապրում է ոչ միայն գիտությամբ։ Դու ես։ Ես եմ։ Բարև։ Բարև։ Այսպես։ Ինչ է պատահել։ Դե վերջացրու։ Լավ էր, շատ լավ էր։ Գիտես, սիրտս ուղղակի թեթևացավ։ Շնորհակալություն։ Սիրտն էլ թեթևացավ։ Քոնն ինչու։ Եթե ինձ հաջողվեց ծիծաղեցնել քեզ, օպա, այժմ ինձ համար ոչ մի հանդիսատես սարսափելի չի։ Օպ։
Տաղանդ է։ Ով հայտնաբերեց։ Խաչյանն իհարկե։ Ես միշտ ասում էի, որ դու տաղանդ ես։ Լույն, քեզ նորից քնչում եմ, սպասում եմ։ Ահ, ինչ հաջողություն։ Այսքանը մի։ Տեսու։